24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ մեզ կալվելու համար։ Ընտրություններից առաջ մթնոլորտը բավականին թեժացել է եւ խոսույթը մասնավորապես իշխանության կողմից եւ լրատվամիջոցների հանդեպ եւ մասնավորապես ընդդիմության հանդեպ եւ Փաշինյանը սպառնում է, ասում է, եթե ընդդիմությունը գա, պատերազմ է լինելու, պատերազմի դուռն իրենք բացելու, այս առումով ինչ կասեք, ինչ հիմնավորումներ կան, երեք պաշտպանության նախարարը ըստ էության չներկայացրեց ինչ-որ փաստեր, որ պատերազմի են պատրաստվում կամ վտանգ կա, նա ասում է դուք հետևեք ընդդիմության խոսույթին, հռետորաբանությանը եւ կտեսնեք, նույնն էլ փաստորեն ներքին գործերի նախարարը չկարողացավ ասել, որ փաստեր կան պատերազմի նախապատրաստության եւ այլն։ Ձեր դիտարկում այս առումով արդյոք իսկապես վտանգ կա եւ նա աշունը շեշտեց, որ աշնանն է լինելու պատերազմը։ Արձանագրենք, որ թեժացումը պայմանավորված է բացառապես հավասարակշռությունն ու ադեկվատությունը կորցրած մեկ անձի վարքագծով։ Պիստորը շատ հանգիստ ներկայացնում են իրենց ծրագրերը, կոնսոլիդացվում են, խոսում են իրենց անելիքների մասին, այո, հնչեցնում են նաև քննադատություններ, որոնք շատ ավելի կառուցողական ու համարժեք են, քան այն ոչ ադեկվատ վարքագիծը, որ դրսևորում է Փաշինյանը։ Ըստ ամենայնի, Փաշինյանին զեկուցվել են սոցիոլոգիական թարմ հարցումներ, դրանցից մի քանիսը ես էլ ունեմ, փակ հարցումներ, որոնք վկայում են այն մասին, որ հատկապես իր կողմից թիրախավորվող երեք ընդդիմադիր բլոկները կամ նրանց ձայների համախումբը կործանիչ պարտության է մատնում Նիկոլ Փաշինյանին։ Ըստ երևույթին նա այդ փաստերի ազդեցության տակ ամբողջովին կորցրել է իր ադեկվատությունը։ Պատերազմը, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը այլ դեմքով, հենց Նիկոլ Փաշինյանի գլխում է։ Միայն Նիկոլ Փաշինյանի գլխում է պատերազմը, որովհետև ընդհանրապես այդ մարդու մտածողությունն է պատերազմը։ Նիկոլ Փաշինյան եւ պատերազմ բառերը հոմանիշներ են։ Հայաստանի միակ ղեկավարը, որի օրոք 4-5 պատերազմներ են եղել, հենց Նիկոլ Փաշինյանն է։ Իդեպ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրում էր պատերազմ բերելու մեջ, նա տալիս էր հենց նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանի էպիկրիզը։ Այդ ինքն է եկել իշխանության, զրոյացրել է բանակցությունները, խոստացել է ամենից սկսել իր զրոյական կետից, իսկն ոչնչացրել է բանակցային այն միջավայրը, որը ստացել էր որպես ժառանգություն, եւ հենց ինքն է դարձել պատերազմի հրձիկ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այդ նախադասություններով բնութագրում էր հենց նախապատերազմյան Նիկոլ Փաշինյանին։ Ավելի հաջող որևէ մեկը իրեն չի բնութագրել։ Իր մեղադրանքները հասցեագրված ընդդիմությանը ընդհանրապես հիմնազուրկ են։ Ասում են սահմանապահներ են ուզում բերեն Հայաստանում։ Ով է ուզում բերի սահմանապահ։ Դուք որևէ ընդդիմադիր շատ ակտիվ լուսաբանում եք ընդդիմության, նաև ընդդիմության ավելի շուտ միջոցառումները, հավաքները հարցազրույցի եք հրավիրում սպիկերների, որևէ մեկս խոսել է ինչ-որ սահմանապահների, խաղաղապահների մասին։ Տեսեք, ընդդիմադիր համենայն դեպս մեր ուժի անունից կարող եմ ասել, Բարգավաճ Հայաստան առաջարկ Հայաստանին ուժի կողմից, բայց մյուսների մոտ էլ դա նկատել եմ, որևէ մեկ ընդդիմադիր լուրջ ուժերից, գործիչներից չի հայտարարել, որ իշխանության գալու դեպքում միջազգային պարտավորությունները երկրի ստանձնած չեղարկելու է։ Այո, մենք վերապահումներ ունենք թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի, թե թրիփի հետ կապված։ Երեք ասում եմ, որ նաև չեղարկելու մասին է խոսում։ Երբեք լսել, որ որևէ մեկս ասի, որ այդ փաստաթղթերը պիտի չեղարկվեն։ Հակառակը, օրինակ ես հենց ձեզ տված հարցազրույցներում էլ քանիցս ասել եմ, որ արկածախնդրություն եմ համարում աշխարհաքաղաքական կենտրոնների դեմ,
սուր ճոճել է։ Դե դուք ասել եք, բայց ընդդիմադիրներ կան, Փաշինյանի, ովքեր։ Թե Ռոբերտ Քոչարյանն էլ է խոսել, որ Թրամփի ճանապարհը ավելի երկար պետք է լինի։ Կոնկրետ մեր քաղաքական թիմից որևէ մեկին լսել եք։ Ես չեմ լսել որևէ լուրջ։ Գիտեք, մարգինալ հիմա կարող մարգինալ ինչ-որ ընդդիմադիրների գտնեմ, վկայակոչեմ, բայց ինքը 3 ուժի մասին է խոսում։ Ես այդ 3 ուժի որևէ ներկայացուցիչի կողմից ոչ նոյեմբերի 9-ը չեղարկելու մասին հայտարարություն եմ լսել։ Ոչ թրիպը չեղարկելու մասին։ Բայց միջնորդների մասին եք դուք խոսում։ Փաշինյանը բացատրում է, որ եթե դուք ասում եք, որ պետք է միջնորդ լինի, մենք տեսել ենք միջնորդը, որ եղել է, ինչ է եղել։ Եվ հիմա դուք ուզում եք, որ սահմանապահներ բերեք Հայաստան։ Ինքը բացարձակապես հեղաթյուրում է։ Մենք ասում ենք, որ ցանկացած խաղաղություն պետք է լինի երաշխավորված կամ ինստիտուցիոնալ։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային երաշխիքներ եւ միջնորդներ։ Պարտադիր չի խաղաղապահների կամ սահմանապահների ձևով դա դրսևորվի։ Դա կարող է մեխանիզմների բազմազանություն կա այդտեղ։ Բազմաթիվ կոնֆլիկտներում տարբեր ձևերով է դրսևորվում։ Ինչի ենք դա ասել, որովհետև իր բանակցությունները առանց միջնորդների մենք տեսել ենք ինչի է բերելու։ Ուժային դիսբալանսների պայմաններում դա բանակցություններ չի, դա շարունակական կապիտուլյացիայի մասին պատմության է վերածվում։ Չէ՞։ Բա ինքը իրան հակասում է, այդ որ ասում է սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Բա ասում էր մենք չգիտեմ ինչ կարգի երաշխիքներ ենք արդեն ստացել Միացյալ Նահանգներից, թրիփի շրջանակում եւ այլն եւ այլն։ Բա ստացվում է այդ երաշխիքները փուչ են փաստորեն։ Եթե ինքը ընդամենը ստատուս քվոյի փոփոխությունը ներքաղաքական կյանքի կարող է համարել պատերազմի առիթ։ Նախ ֆիքսեցինք ընդդիմադիր ոչ մի մեյնսթրիմի։ Ինչու է հենց ասում աշնանը։ Ես չգիտեմ ինքը ընդհանրապես ինչ է խոսում։ Տեսեք ինքը ինչ է անում։ Ինքը պաս է տալի Իլհամ Ալիևին։ Ընդդիմությանը ներկայացնելով որպես պատերազմի կուսակցություն, ինքը ամենամեծ ու ստոր ծառայությունն է մատուցում Ադրբեջանի։ Ինքը ասում է ձեզ լեգիտիմ առիթ եմ տալիս, որ ցանկացած իշխանափոխություն համարես ռևանշիզմի հաղթանակ եւ ձեռքերիդ ազատություն տաս Հայաստանի նկատմամբ գործողություններում։ Սրանից ավելի հակապետական ստոր հայտարարություն հնարավոր չի լսել։ Այսինքն որ նրանք կան պատերազմի են պատրաստվում Ադրբեջանի դեմ։ Եթե իշխանափոխություն լինի իրեն կան, պատերազմի են որ ինքը պատրաստվում։ հիվանդ մտածողություն ունի 2018-ի ողջավորության պահին էլ պետք է ժողովուրդը ֆիքսած լիներ։ Հիշում եք, չէ՞, նմանատիպ մի հայտարարություն այն թվերին էր անում։ Ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Հիմա ասում է կամ ես կլինեմ վարչապետ, կամ խաղաղություն չեք ունենա։ Սա անգնահատելի ծառայություն, հա, Իլհամ Ալիևին։ Մանավանդ այս տուրբուլենտ աշխարհում, երբ որ միջազգային իրավունք ընդհանրապես չի գործում, ինքը Ալիևի համար արել է մի ծառայություն, վերածվել է Նիկոլ Փաշինյան Ալիևի իդեալական վասալի։ Այդ որ ուրիշներին սրան նրան արա է ասում։ Այդ չգիտեմ ինչ որակում էլ տամ։ Ինքը Ալիևի վասալն է։ Ալիևի վասալը ոնց կարա ինչ-որ մեկին որակում տա։ Ինքը Ալիևի համար անգնահատելի ծառայություն է մատուցում, այսինքն ստեղ ընդդիմության դեմոկրատական ընտրությունների միջոցով հաղթանակը Բաքվում կարող են գնահատել որպես ռևանշիզմի հաղթանակ։ Մանավանդ որ ինքը զուգահեռաբար ոչ միայն ընդդիմությանն է թիրախավորում, այլ մի հայտարարություն էլ արել, որ արդեն ինձ թվում է նույնիսկ քրեորեն պատժելի է։ Նա ասել է, որ մեր հռչակագիրը կոնֆլիկտացին է։ Դա նշանակում է ինքը հայ-ադրբեջանական հակամարտության պատասխանատվությունը 80-ականներից սկսած դրել է Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա։ Այսինքն ոչ թե Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն է եղել հակամարտության պատճառը, ոչ թե Ադրբեջանի կազմակերպած ցեղասպանություն Սումգայիթում ու Բաքվում, այլ մեր անկախության հռչակագիրը։ Հասկանում եք, սեփական աթոռը պահելու համար
ինքը ընդհանրապես տրորել է մեր ազգային պետական բոլոր շահերը, վերածվել է Ադրբեջանի նախագահի վասալի, սրանից լավ արա դժվար չի գտնել։ Բայց իրան ուրիշ ձևով կպատասխանեմ։ Ես խորհուրդ կտամ անդադ իր սեղանին հիմա ինքը պահի Վանո Սիրադեղյանի գյադաների ժամանակը, որտեվ վստահաբար այդ գյադայի հավաքական կերպարը ինքն է դարձել։ Հիմա երբ Փաշինյանը նախ այս պատերազմի թեման ըստ էության փակելով, կարծում եք, որ առանձնապես հիմքեր չկան, ուղղակի ներքաղաքական այսպես խոսույթ է ձևավորված։ Բնականաբար։ Այսինքն ընտրություններից առաջ Հայաստանի ներքին լսարանի, բայց դուք վտանգ եք տեսնում, Ադրբեջանի նախագահը լսում է նաև դրսում։ Տեսեք, նշանակում է իր հիվանդ երևակայությամբ նշանակում է ինքը Հայաստանի ինչ-որ սեգմենտնի է պատերազմի պատճառ դարձնում։ Այս պարտված երկրի որևէ սեգմենտ պատերազմի պատճառ չի կարող լինել, որտեղ Հայաստանում բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի տևական շրջան խաղաղություն է պետք։ Ու բոլորս մեր տեղում ամեն ինչ անում ենք, որ այդ խաղաղությունը ավելի արժանապատիվ, ավելի բալանսավորված լինի։ Այսինքն ոչ թե Հայաստանի ընդդիմության հաղթանակը կամ ինչ-որ իրադարձություն կարող է պատերազմի պատճառ դառնալ, այլ Ալիևի անհագ ցանկությունը ավելին կորզելու։ Ոնց կարելի է ակնհայտ ագրեսորին կառուցողական կիրթ գործընկերոջ դիմակ հագցնել, իսկ իր ներքին ընդդիմախոսներին որակել որպես պատերազմի կուսակցություն։ Լավ, ցես բան ով է անում։ Մեկը, որը ակնհայտորեն թշնամական վարքագիծ ունի սեփական պետության նկատմամբ։ Հիմա ասում եք, դուք այդպես ասում եք, անդադ ուժեղ ենք, դա ձեր ուժը ցույց տվեց, ինտելեկտով եք ուժեղ, ինչով եք ուժեղ։ Արհամարել բառը կարող եք օրինակ ճիշտ գրել եւ այլն։ Իսկ ինքը ճիշտ լիքը բառեր գրում, հա, համոզված է, որ ինքը բոլոր բառերը ճիշտ է գրում։ Հիմա կարող են մարդիկ մտնել Facebook, հնարավորություն տալիս է, չէ՞, խմբագրումները նայելու։ Ու նայեն ինքը քանի ուղղագրական սխալով բան է գրել, հետո ուղղել է։ Սա մեկ։ Երկրորդը ընդհանրապես այդ ինչ էժան դիսկուրս է, էլի։ Ուժերի չափանիշ իր մոտ ինչ-որ ֆիզիկական բանի հետ է, հա, մկնում, ինչ-որ ֆիզիկական, նախատեղել է ինքը բոլորին Չի ասում պարտված։ ֆիզիկականով եք ուժեղ, թե Այդ իր թիմն է, հա, ինտելեկտուալը։ Ինչ ինտելեկտուալ թիմ ունի։ Ինտելեկտուալ առումով ամենափնթի իշխանությունը գոյություն ունի Հայաստանում։ Մարդիկ, որոնց աշխատանքային գրքույկի առաջին տողը դարձել է մարզպետ, նախարար կամ պատգամավոր դառնալը, որտեղ միջև այդ ոչ մեկ են եղել աշխատանքային կենսագրության առումով, հիմա ուրիշների ինտելեկտի, փորձարարության կամ բանի ինտելեկտուալ բագաժ ունենալու հորդորներ են տալիս կամ էլ այդ հարթության վրա ինչ-որ մարդկանց պիտակավորում են, այդ ծիծաղելի էլ չի, էլի, ասենք հլմյատ քո թիմի ինտելեկտուալ պոտենցիալը փորձի պարզել, այն 50 հիմար վասալների հետ, որ ընկել ես երկրներով ման ես գալի, վասալիկների, այսինքն ինքը վասալն է, բանը, անմեղսունակ 50 վասալների հետ, որ ընկել ման ես գալի երկրով մեկ, հլը նրան շարադրություն տուր, տեսնեմ քանիս է բանը, առանց ուղղագրական սխալի քեզ տեքստ կվերադարձնեն, այդ շատ ինտելեկտուալ են իրա սանիկն է, ինչ-որ տեքստ գրելու առանց սխալների, մարզպետա, պատգամավորա, չգիտեմ, սանիկա, քավորա, այդ ով է այդ իրա տեքստում, այդ անսխալ գրող, այդ իրա թիմում անսխալ գրողը, այդ ուրախ ավտոբուսն էլ 6-րդ համարի, որով երթևեկում են ամբողջ երկրով մեկ, շատ նմանվում է խրախճանքի ժանտախտից առաջ, հլմյա թո հասուն մարդկանց հարցնի, այդ իրանց չտեսությունների, այդ ուրախ ավտոբուսի անորմալ ինչ-որ մթնոլորտի մասին։ Դե այսօր որոշեցին, որ այլևս չեն ապրելու ավտոբուսի մեջ։
Կարող է վարորդը ողջամիտ մարդա զգուշացել է, որ Ռուբեն վտարի Ռուբինյանն է ասել, որ պետք չի ապարել, դա նյարդայնացնում է մարդկանց եւ իրենք քվեարկությամբ որոշեցին, որ պետք է ինչի վրա են էլի պարում։ Գեղարքունիք են գնում, ինչի վրա են պարում։ Հիմա ես շատ կոշտ բան կասեմ։ Այդ չի իրանց բարոյական պաշարը, կամ այդ չի ձեր բարոյական պաշարը, արա։ Իրա ձևով ասեմ։ Եռաբլուրի մեծացման վրա եք այդ պարը բռնել։ Ձեր որ արածի վրա եք պարում։ Հասկանում եք, եթե ինքը որոշել է հավաքական անմեղսունակության կերպար ստեղծի։ Ուզում եմ ներկայացնեմ, որ ամեն ինչ լավ է, ուրախ է, խաղաղությունը հաստատված է։ Բա որ ամեն ինչ լավ է, ի հակադրություն ձեզ, որ դուք անընդհատ խոսում եք վատ բաների, խնդիրների մասին, հնարավոր պատերազմի մասին, իրենք հակառակն են։ Ես լավ բաներից եմ խոսում։ Օրինակ 4 օր առաջ Գորիսում էի, մարդիկ զանգվածաբար մոտենում էին ինձ փողոցում, ասում էին, եթե Միամիտ Փաշինյանի կհանդիպես, ուրախ տոնով էլ ասում էին, փոխանցի իրան, որ մենք իրանից զզվում ենք, թող մեր քաղաք չգա։ Ո՞վ ասես մենակ վատ բանից եմ խոսում։ Բայց որ Փաշինյանը այցելություններ է կատարում ձեր մոտ, ի՞նչ տպավորություն է, եթե հետևենք։ Բավականացնում են այդ տեսարանների մեծամասնությունը։ Միտեղ Բեռնակիր է աշխատում, միտեղ Ծաղրածու։ Մարդիկ կան, որոնք ողջունում են։ Հա, ես չեմ ասում ինքը ընդհանրապես կողմնակից չունի։ Այդտենց հասարակություն դու գիտեք աշխարհում, բայց այն որը մարգինալ խմբեր չունենա։ Ֆրանսիայում էլ այդ մարգինալ խմբերը կան, Գերմանիայում էլ այդ մարգինալ խմբերը կան։ Բայց այն ընդունելությանը, որ նա արժանանում է 2021-ին կա հիմա։ Իհարկե ոչ։ Դուք չեք տեսնում, որ չկա։ Եթե այդ ընդունելությունը լիներ, ինքը Բեռնակիր չէր աշխատի։ Ինքը Ծաղրածուի կերպարի մեջ չէր մտնի, ավտոբուսում DJ չէր դառնա։ Բանը չէր, տեսեք, մեզանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր են կողմ պատերազմական գործողություններ են։ Այս մարդը րոպեն մեկ լայվ է մտնում, ուժեղի ինչ-որ մոդիֆիկացիաների հետ, ուժեղ բառի հետ կռիվ անում, լավ, սենց ասեմ, որտեվ հասկանալի էլ չի այդ մարդկանցից ինչ ա ուզում։ Հասկանալի չի, այ ասենք մտնում է, որ ուժեղ բառի հետ կռիվ անում, լավ, տենց էլ անհասկանալի է մնում, էլի, իր ուզածը ինչ է։ Ես գիտեմ, որ ինքը ինչ-որ ռեպրեսիա, բայց հասկանալի է, չէ՞ որ ընտրություններից առաջ պետք է լիներ այդ լարվածությունը։ Ընտրությունները բարձր որ ընդդիմությանը պետք է քննադատեր։ Հա, դու քննադատություններ, այդ ծրագիր ընդդիմությունը քննադատի իշխանությանը։ Հասկացանք։ Հիմա ես եթե ինքս նկատի ունեմ խոսույթը պետք է լարվեր։ Հիմա ի՞նչն է այստեղ սխալանում կամ ի՞նչն է վտանգավոր, ի՞նչն է որ լսեք պետության ղեկավարը այդ կարգի այսքի ժիմի մակարդակի քաղաքական պայքարը իջացնելը դուք քննադատություն եք համարում։ Դա տափակություն է, կներեք։ Բայց դրա համար կրկես կա, մասնագիտություն կա, որպեսզի տափակություն չլինի, մարդիկ դիտեն, ասենք ծափահար են։ Եթե ինքը Սամվել Կարապետյանի մոտ կրկեսում աշխատանքի է ուզում անցնի, կամ Օլիմպիական կոմիտեում Գագիկ Ծառուկյանի մոտ, թող բաց այդ մասին ասի, ինչ կարիք կա, բանը կապիկություն անել, եթերում հայտնվել, ինչ-որ չգիտեմ։ Որտեվ մեկ ժիմի նկատմամբ ինչ-որ հակումներ ունի, թող դիմի Օլիմպիական կոմիտե կկազմակերպենք այդ։ Չէ, ասում եմ, չեմ կարող ձգվել։ Կամ թող դիմի հեծանիվ քշել։ Կսովորացնեն, կամ թող դիմի Սամվել Կարապետյանից կրկեսում Ծաղրածուի աստիճի տակ գործին տունել։ Ինչ կարիք կա այդ բոլոր կերպարներով, պսևդո կերպարներով եթերում ներկայանալ, նշածող այդքան ինչպես էր։ Խնդրեմ, թող վերցնի դիմության ինչ-որ ծրագիր։ Անթերի ծրագրեր չկան, անշուշտ մեր ծրագրերում էլ կլինեն, լիքը բացեր։ Թող վերցնի որևէ ծրագիր, բովանդակային առումով շատ խիստ քննադատության ենթարկի։ Այ կարդա, օրինակ, առաջարկ Հայաստանի ծրագրի ինչ-որ հատված, փորձի հիմնավորել, որ այդ ձևակերպումը կարող է բերել պատերազմի։ Ես դրան հո դեմ չեմ բովանդակային քննադատություն լսելու։ Ես էլ կապացուցեմ, որ առաջարկ Հայաստանին ծրագրի երաշխավորված խաղաղության բաժինը ամենալավ խաղաղության ամենալավ մոդելն է։ Խնդրեմ, թող նման բովանդակային բանավեճի դաշտ բացի, ում ուզում է ուղարկի բանավեճի։
Գնանք բանավիճենք, ապացուցենք, որ մեր մոդելը ամենաարդյունավետն է։ Դե բանավեճերին գնում եք, խոսում եք, իհարկե հիմնականում դուք եք գնում, բայց ամեն դեպքում հիմա խոսենք այն մասին, որ տպավորություն ստեղծել, որ ինքը ինտելեկտուալների թիմի ղեկավար, ախր դա ծիծաղալու է։ Ծիծաղալու էլ չի, ողբալու Աշճանի ծիծաղալու է։ Եթե ոնց որ բանը մենք ոչ թե նախընտրական արշավ մտած լինենք, այլ տրագիկոմեդիկ իշոր միջավայր։ Իհարկե ասում եմ, ես բոլորը մեկ մարդու ստեղծած մթնոլորտ է։ Հա, սուր, հակադրային մթնոլորտ բոլոր ընտրություններում են լինում։ Հիմա մթնոլորտը ինչքան կարող է լարվել եւ ինչ գործողություններ հնարավոր է հաջորդեն, արդեն իսկ նկատելի է, որ լրատվամիջոցներն են թիրախավորվում, խմբագիր է թիրախավորվում, լռեցնելու, բերանները փակելու գործընթացը Նախ ես իմ ամուր աջակցություն եմ հայտնում Արմեն Օհանյանին։ Այս կանխատեսելի էր։ Երեկ էլ ազգային ժողովում ձեզ բոլորիդ եմ զորակցություն նաև հայտնում, որտեղ ակնհայտորեն չեղած տեղը փորձում են նախ լրագրողների սորտավորում են, որը ամենաէժան հնարքն է։ Լրագրողը անկախ նրանից, որ լրատվամիջոցն է ներկայացնում։ Նրա հետ շփվել հար գալից, այդ շատ կիրթ թիմի վարքագիծ է, էլի այդ ճակերտավոր։ Սա մեկ, երկրորդը այդ թեման քննարկող որևէ կապ չունել լրագրողների հետ, երկու։ Երրորդ ով է լրագրողներին թիրախավորում։ Կամ բռնապետական հակումներ ունեցող մեկը, կամ ինչ-որ բան թաքցնելու ցանկություն ունեցող մեկը, չէ՞։ Իրենց մոտ ըստ երևույթին երկուսն էլ կա։ Հետո մի բան իրանց հորդորեմ, էլի, այդ դուք ընդհանրապես ձեր մեծամասնությունը ինչա փողոցը չգիտեք, ոչ էլ այդ կյանքով ապրել եք որևէ մի փորձեք, հա, իմ ասած կուրաժիտ լինելով, ձեզ բանը լավ տղու կերպարի մեջ մտնել, ավելի ծիծաղալու կստմնելի եք դառնում։ Դուք այդ չեք։ Ոստիկանական դուք մարդիկ եք, որոնք մի թեթև ուժեղ անձրևի դեպքում կայծակի ձենից նույնիսկ, ոչ թե ժողովրդի տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում հավաքվելուց, կամ հայտնվում եք բունկերներում, կամ ոստիկանական մահակների հետևում։ Դուք ինչ եք, բռնել են իրանց ուժները պատումակին լրագրողների վրա, ընդհանրապես մամուլի դեմ խաչակրած արշավանք, Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթները, ԶԼՄ-ների հետ կատարվող այս բաները ակնհայտորեն խոսում այն մասին, որոնք առաջիկա շաբաթներին ռեպրեսիաների նոր ալիք է նախապատրաստում երկրում։ Սա ձեր ասած նախընտրական սուր հակադրությունների բովանդակային սուր վեճերի հետ կապ չունի։ Ինքը ակնհայտորեն թիրախավորել է իրանց լեզվով ասեմ, ընդդիմադիր մամուլը, չնայած մամուլը ընդդիմադիր չի լինում, տենց սորտավորում չի կարելի մտցնել, բայց թիրախավորել են ընդդիմադիր մամուլը եւ հատկապես 3 քաղաքական ուժի։ Ակնհայտորեն այս շրջանակի նկատմամբ առաջիկա շաբաթներին մենք տեսնելու ենք ռեպրեսիայի, բռնության, այդ որ ասում եմ ռեպրեսիայի եւ բռնության, իրավական բեսպրիդելի մասին եմ նաեւ ասում, դրսեւորումներ։ Հող է նախապատրաստում Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն, որտեղ հենց նա ճիշտ լրատվամիջոցների դեմ նախագծեր են մշակվում, խոսակցություններ կան, ավելի այսպես ճնշելու, բերանները փակելու։ Այսինքն եկանք այն բանի, չէ, որ այն շաբաթներ, ամիսներ առաջ ես ձեր տաղավարում խոսում եմ, իրանք շատ նեղվում էին, մասնավոր խողովակներով նույնիսկ ինձ հասցրել այդ մոլդովական մոդելից որ խոսում էի, ասում էին չեղած բանի մասին չեք խոսում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այդ բոլոր գործիքները իրանք ստեղծում են, այդ արագ արձագանքման խումբը որ պիտի գա, այդ օրենսդրական փոփոխությունները որ անում են, դիտորդների իրավասությունները կրճատեցին, անկասկածա որ մամուլի դեմ ինչ-որ բաներ են նախապատրաստում ԶԼՄ-ների, որ ձեր գործունեությունն էլ սահմանափակվի կամ ցանկացած ձեր օբյեկտիվ լրատվության ուղղությամբ օբյեկտիվ լրատվություն ապահովելու ուղղությամբ բարված քայլ դիտարկվի որպես, չգիտեմ, միջամտություն ընտրական գործընթացին, հա։ Եվ ակնհայտորեն այս 3 քաղաքական ուժերին ֆիլտրելու եղանակներ են գտնում, ման գալիս։
Ոնց անեն, մեկին ճշեն, մեկին ֆիլտրեն են, մյուսին չգիտեմ։ Ամենայն դեպս սա տեսանելի է։ Մարտակոսի փաստորեն այստեղ գալը նաև այդ ծրագրերի մի մասն էր կազմում քննարկումների։ Իհարկե, Մարտակոսի գալը, այդ դրանից առաջ Կայա Կալասի հայտարարությունները, տեսեք, ինքը ընդհանրապես սա բացառիկ ընտրություն է, երբ որ երկրի ղեկավարը ընտրական գործընթացը արտաքին միջամտության ոտնձգության միջավայր է դարձրել։ Դա ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխանության, մեր հասարակության կամ արտահայտության դեմ։ Թվարկենք Եվրամիություն, Կայա Կալաս, Կոս, Թուրքիայի արտգործնախարար, հիշում եք հայտարարությունը Ֆիդանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ։ Բայց դիմացը դերևս մեզ սպասվում է մոտավորապես ամիս կես հետո այդ Եվրամիության քաղաքական գագաթաժողովը։ Պատկերացնում եք, Մայիս ամսին որ պետք է տեղի այո, այդ օրերը ինքը ոնց է օգտագործելու։ Հիմա ում հետ հանդիպում է այդ սրտիկը բան են անում, դա աջակցության ժեստեր է, չէ՞, այդ սրտիկը դարձել է ԿՊ-ի անսիրտ ԿՊ-ի հայրենիքի նկատմամբ անսիրտ ԿՊ-ի կեղծավոր սրտիկը։ Հիմա որ օրտարերկրյա ղեկավարը մտնում է դրա տակ, գիտակցաբար է մտնում։ Այնպես չի, որ իրենք չեն հասկանում Նիկոլ Փաշինյանը ինչ է անում։ Շատ լավ հասկանում են։ Տեսեք, մարդը քանի րոպե էր իր ելույթը, 8 րոպե նստած երեք խոսում է պատերազմի կուսակցության մասին, 3 կուսակցության կամ 3 կոնսոլիդացիոն կենտրոնների անուններ է տալի։ Գետ մեկ ապացույց չի բերում ներկայացնում, ինչով են այս ուժերը բացելու պատերազմի դուռը։ Պատկերացնում եք ամբողջ աշխարհի Խոսույթից է ենթադրել։ Ինչ։ Խոսույթից է ենթադրում նրանց։ Եվ ասում եք արցախցիները պետք է վերադառնան Արցախ, ասում է սա արդեն պատերազմի ամենամեծ խնդիրն է նա, որ նույնիսկ արցախցիների վերադարձի պահանջը դիմադիր որևէ ուժի օրակարգում չկա։ Բացեք ծրագրերը, նայեք։ Նույնիսկ այդ հարցը չկա, որովհետև մենք չենք ուզեցել շահագործել Արցախի մեր քույրերի եւ եղբայրների զգացումները եւ անիրական մի բան խոստանալ այդ մարդկանց, Այսինքն նրանք են համարում, որ իրատեսական չէ։ Այո, այդ որ կուսակցություն։ Բայց Փաշինյանին քննադատում են, երբ ասում էր իրատեսական չէ նրանց վերադարձը։ Ում էր քննադատում։ Ընդդիմությունը Փաշինյանին, երբ ասում էր, որ վերադարձը Արցախի իրատեսական չէ։ Հիմա փաստորեն նորից ես ընդհանուր եմ խոսում ընդդիմության մասին։ Ուրեմն ես երբեք չեմ քննադատել դրա համար Փաշինյանին, իմ թիմակիցները երբեք չեն քննադատել, չեմ էլ լսել էլի որ ինչի բոլոր ընդդիմադիր ուժերը ասել են դա պիտի պահվի մեր մտքերում եւ հերրակա օրակարգ որպես, բայց այս պայն ասել են անիրական ենք համարում բոլոր ընդդիմադիրները այդ հարցի արծարծումը։ Ասում նախընտրական ծրագրերը հիմա հրապարակվում են։ Ոմանք, օրինակ մենք մաս-մաս ենք հրապարակում, որտեղ մեր ներքևից վերև սկզբունքով է ձևավորվում։ Մյուսները թեզեր են հրապարակում, չէ՞։ Դուք որտեղ եք տեսել պատերազմի առիթ ստեղծող որևէ հայտարարություն։ Այդ Ալիևի դեմքն է ուզում մաքրի։ Այսինքն կարող է ինքը ինչ-որ բան գիտի Ալիևի ագրեսիվ մտադրությունների մասին։ Իսկ կարող է ավելի վատ բան ենթադրեմ, որ Ալիևը ինքը պայմանավորվել են այս սցենարը։ Ինչ սցենար։ Որ ինքը պետք է հրապարակավ հայտարարի, որ Հայաստանի ընդդիմությունը պատերազմի կուսակցություն է, ընդդիմության հաղթանակից հետո Ալիևը ռազմական գործողություններ իրականացնի Հայաստանի դեմ իր երանելի վասալ Նիկոլ Փաշինյանի փրկելու եւ հաղթանակ տարած ընդդիմադիրներին պատժելու նպատակով։ Օրինակ կարող եմ լեգիտիմ կասկածներ ունենալ, որ նման պայմանավորվածություն ունեն Ալիևն ու Փաշինյանը։ Իմ կասկածները ավելի հիմնավոր են իր հայտարարություններից հետո, քան իր պնդումները, որ մենք խաղաղության դուռ փակող ենք կամ պատերազմի դուռ բացող ենք։ Հիմա երբ դուք խոսում եք, որ առաջիկայում հնարավոր է նոր այդպես ճնշումների ալիքներ սկսվեն, հիմա այս ամեն ինչին ինչպես պետք է հակազդի ընդդիմությունը։ Եթե որոշ կուսակցություններ այնուամենայնիվ չգրանցեն, թույլ չտան կուսակցությունների մասնակցել, այս առումով ինչ մեխանիզմներ պետք է մշակեն ընդդիմությունը։ Գիտեք, շատ մեծ գաղտնիք եւ հնարավորություններ կան այս առումով։ Այո, կան։
Շատ մեծ գաղտնիք ասած չեմ լինի, որ նման պոպուլիստ ամբարտավան իշխանությունից ազատվելու համար միայն ընտրական ինստիտուտ է, բավարար չի, շատ կարևոր է, հենց դրանով պիտի ազատվենք, հունիսի 7-ով, բայց հունիսի 7-ը նախապատրաստել է պետք, ընդդիմությունը պիտի ունենա ֆորս մաժորների համար ընտրություններ գումարած փողոց միքս, այսինքն գործողությունների ծրագիր, որը ներառի իր մեջ անպայման ընտրություններով այս իշխանությանը հրաժեշտ տալու նպատակ եւ ցանկություն, բայց եթե ինքը դիմի ռեպրեսիաների, պետք է ընդդիմությունը նաեւ ի նկատի ունենա փողոցը, հետընտրական զարգացումները եւ այլն եւ այլն։ Դե փողոցը ինչ պետք է փոխի այդ դեպքում։ Չէ, այսինքն դուք կարծում եք, որ հասարակությունը բան չի փոխելու։ Դե մենք տեսել ենք միջև հիմա փողոցով չի եղել։ Դուք Հայաստանի հասարակությանը ավելի քիչ արժեք եք տալիս, քան ինչ-որ Կայա Կալասի կամ ինչ-որ Ալիևի կամ եսիմու։ Հայաստանի հասարակությունն է որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Ընդդիմության հավաքական ջանքերը պիտի բերեն նրան, որ ընտրություններին մասնակցի 1.350.000-ից ավելի մարդ։ Այդ դեպքում վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի որևէ դիվային պլան չի աշխատելու։ Հաստատ չի աշխատելու։ Անկամ եթե որոշ կուսակցությունի թույլ չտա մասնակցել ընտրությանը։ Եթե 1.350.000 մարդ գալիս է տեղամասեր, ընտրակեղծարարությունը եւ իր ֆիլտրումները բերելու են հեղափոխության։ Որտեւ եթե այդքան մարդ գա քվեարկի, իսկ այդպիսի բարձր մասնակցության պարագայում իշխանության վարչական ռեսուրսով ձևավորված զանգվածի տեսակարարքիչը փոքրանալու է, եթե այդքան մարդ հավաքականորեն ոչ ասի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հետո իր քվեին տեր է կանգնելու փողոցում։ Ու հետ սրանից է Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները։ Ինքը մտածում է, որ այնուամենայնիվ 3-4 խոշոր ընդդիմադիր կոնսոլիդացիոն կենտրոնները կարող են բավարար չափի ակտիվացնել հասարակությանը, որը եւ քվեարկության տեսքով եւ հնարավոր փողոցային դրսևորացմամբ կարող է մահացու հարված լինել իշխանության համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։